Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, Դարփինյանի ժամն է մեր եթերում, բաժանորդագրվեք բոլոր թվային հարթակներին, լսեք մեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ, մի մոռացեք բաժանորդագրվել նաեւ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքին։ Այսօրվա հաղորդմանը ես իրականում շատ եմ սպասել, պարոն Դարփինյան, կարևոր թեմայից ենք խոսելու, փորձելու ենք հասկանանք էլիտան ինչ է, այդ երևույթն ենք քննարկելու, մինչեւ քննարկումը սկսելը պիտի խնդրեմ սահմանենք այդ երևույթը, որ հետո ըստ սահմանման գնանք, թե մեր մոտ ինքը կա, չկա, ինչ վիճակում է եւ այլն։ Գիտեք, բարև ձեզ, նախ ողջունում եմ բոլորին։ Սահմանելու հատուկ բան չկա, այդպես ճիգեր պիտի չգործադրենք, որովհետեւ միջազգային քաղաքագիտական եւ սոցիոլոգիական գրականության մեջ դա արդեն սահմանվել է։ Էլիտան որոշվում է որպես անպայման կազմակերպված խումբ, անպայման փոքրամասնություն եւ անպայման ընդհանուր շահերի ուրեմն տիրույթում գտնվող խումբ, այսինքն 3 այդպես բնութագիր կա։ Իսկ ազդեցությունը մեծամասնության վրա տեղ կարևորը, այսինքն փոքրամասնությունն է, որը որ կանխորոշում է այդ սոցիումի հետագա ընթացքը ամեն դեպքում, փոքրամասնությունը, որը կանխորոշում է սոցիումի հետագա ընթացքը։ Նորից սովորաբար դա ենթադրվում է քաղաքական եւ տնտեսական շահերի ուրեմն միաձուլում, սովորաբար դա ենթադրում է հաջորդ քայլը օլիգարխիայի ստեղծում, այսինքն օլիգարխիան, որը արդեն տիրապետում է քաղաքական լծակներին եւ ամրապնդում է այդ լծակները տնտեսական հնարավորություններով եւ հակառակը, այսինքն քաղաքական ազդեցությունը ազդում է նրանց տնտեսական վիճակի բարելավման վրա, իսկ տնտեսական վիճակի բարելավումը ազդում է նրանց քաղաքական կշռի մեծացման վրա։ Սա է ընդհանուր կլասիկան, սա է։ Հիմա տեսեք, եթե գնանք էլիտայի տեսություն կա ընդհանրապես միջազգային գրականության մեջ, այդ տեսությունը շատ բավական տարածված էր Իտալիայի ուրեմն սոցիոլոգիական հետազոտություններում եւ պիտի ասեմ, որ ես բավականաչափ կիսում եմ իրենց եզրակացությունները։ Մասնավորապես այն, որ իրենք բաժանում են էլիտան երկու մասի՝ քաղաքական էլիտա եւ ոչ քաղաքական էլիտա, եւ կառավարող էլիտա, քաղաքական էլիտան եւ ուրեմն կառավարողը եւ կառավարման process-ին չմասնակցող էլիտան։ Եվ պիտի ասեմ, որ այս բաժանումը շատ գեղեցիկ կերպով գոյություն ուներ սովետական միության ժամանակահատվածում։ Մենք ունենք կառավարող էլիտա, որը կուսակցական էլիտան էր, մենք այն ժամանակ հանակով ասում ենք партия правительство, այսինքն դա նույնականացված էր։ Ցավոք սրտի անկախ Հայաստանի ամբողջ պատմության մեջ մենք նորից նույնպես նույնականացված էր, այո։ Ականատեսենք партия правительство, ոնց որ թե ընդհանուր միասնական մի այսպիսի ուրեմն քաղաքական կույտ է, օլիգարխիայով, այսպես ասած, ամրապնդված։ Այս ամեն դեպքում, ասենք, սովետական միության ժամանակ տեսեք, կար դոմինանտ կուսակցությունը, իհարկե կային մարգինալացված կուսակցական քաղաքական հատվածներ, որոնք հակակոմունիստական էին, բայց դրանք որևէ լուրջ ազդեցություն չէին գործում հասարակական ընթացքի վրա, եւ այդ ամբողջական հատվածը, որը կոչվում էր партия правительство, իրականացնում էր կառավարչական գործառույթը, բայց դրա հետ մեկտեղ կար հակակշռող բավական լուրջ եւ մի քանի սեգմենտ, էլիտար սեգմենտներ, որոնք որ կանխորոշում էին ընդհանրապես այդ երկրի տնտեսական եւ մշակութային ընթացքը։ Տեսեք, գոյություն ուներ, եթե անգամ նաեւ մեր սովետական Հայաստանի պատմությանը անդրադառնանք, օրինակ հսկայական մեծ ազդեցություն ուներ ինժեներական տեխնոլոգիական էլիտան այն ժամանակվա, որովհետև Հայաստանը այդ թվում նաև բավական հզոր ինդուստրիալ տնտեսությամբ հարուստ երկիր էր, այսինքն մենք ունենք արտադրական հզորություններ, որոնք որ ամրապնդվում էին մեր ինժեներական մտքի կայունությամբ, մտքի զարգացմամբ, մենք ունենք շատ հզոր ինժեներական էլիտան, դա իհարկե տարածվում էր ամբողջ սովետական միության մասշտաբով։ Պիտի ասեմ, որ բացի դրանից գոյություն ուներ, ասենք, ստեղծագործական մշակութային էլիտան, որը հիմնականում կենտրոնացած էր ստեղծագործական միությունների մեջ, կոմպոզիտորների միություն,
գրողների միություն, ճարտարապետների, նկարիչների միությունները դրանք մեծագույն ազդեցություն ունեն հասարակական կյանքի եւ ընթացքի վրա։ Կարային օպոզիցիա լինեին, ոնց եք կարծում։ Գիտեք ոնց ընդհանրապես միջազգային, այսինքն համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ գրականության, արվեստի լավագույն գործերը ստեղծվում են տոտալիտար համակարգերի ճնշման ի հակառակ։ Հասկանում եք, լավագույն գործերը իհարկե ստեղծում են։ Դրանք միգուցե նույնպես, ասենք, արխիպելագ Գուլագի պես, ուրեմն կամ մեր, ասենք, 60-ականների մեր հրաշալի նկարիչների ստեղծագործությունները կամ մեր ավանգարդիստները, որոնք ծնվեցին տոտալիտար համակարգի ներսում, ի հակառակ այդ համակարգին, հա, իհարկե դրանք նույնպես ազդեցություն ունեն ընդհանրապես մեր ազատության աստիճանի վրա, մեծ ազդեցություն ունեն, բայց մեծ հաշվով երկրի հասարակության, պետության, քաղաքականության վրա դրանք առանձնապես մեծ ազդեցություն չունեն։ Քաղաքականության վրա չէ, այսինքն թեկուզ այդ ձեր ասած տարբերակը։ Նրանք լայնացնելով ազատության հորիզոնները բերելով, ի հակառակ նրանք ընդլայնում էին հասարակության պատկերացումները, անպայման ընդլայնման հսկայական ֆունկցիա են կատարում, այդտեղ պիտի ասեմ, որ մեր հայաստանյան նկարիչները, ստեղծագործողները, գրողները նույնպես հսկայական ազդեցություն ունեցան մեր զարգացման վրա։ Եվ ուրեմն այս ստեղծագործական էլիտան, մշակութային էլիտան մեծ ազդեցություն ուներ եւ պիտի ասեմ, որ պետությունը մեծագույն նպաստ ուներ այդ էլիտայի ոչ միայն ձևավորմանը, նաեւ նրանց առանձին տեղ տալը հասարակության մեջ, հասարակական հարաբերությունների մեջ, նրանք բավական լուրջ արտոնություններով էին օժտված, լավագույն տարածքները տրամադրվում էին ստեղծագործական միություններին, լավագույն առողջարանները, ուրեմն բոլոր հնարավորությունները նրանք ունեին ազատ ստեղծագործելու, իհարկե նաև նպատակ ունենալով ծառայելու այդ ուրեմն համակարգին, կոմունիստական կուսակցությանը, պարտիի правительство, այսպես ասած, հա։ Բայց մենք գիտենք, որ սովետական միության ժամանակահատվածում իսկապես հրաշալի գործեր են ստեղծվել եւ գրականության մեջ եւ արվեստի մեջ, այնպես որ դրանք ստեղծվել են այո ի հակառակ, բայց նաեւ պետությունը նպաստել է, այսինքն այդ հնարավորությունը ստեղծված է եղել ստեղծագործական այդ հանրության համար եւ առանձին վերծված, հա։ Տեսնենք մենք, այսինքն եթե համադրենք կամ համեմատենք այսօրվա իրողության հետ, մենք որևէ կերպ այդ մարդկանց ոչ միայն չենք որպես պետականորեն չենք նպաստում, չենք ստեղծում որևէ առանձին արտոնություններ, նաև իմ կարծիքով արտոնությունները վերջերս նորից ուրեմն հետ վերցրեցին, որովհետև կոչումներ, բաներ ունեն, չէ, արտիստները, բանժորթական անընդհատ խոսակցություն կար դրա մասին, հիմա այս վերջերս նաև դրանից զրկեցին, իմ կարծիքով դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև մենք մեր հանդիպումների ժամանակ խոսել ենք, ասենք, ճապոնական մոտեցումներից, երբ ուսուցիչը կամ դասախոսը կամ գիտնականը մտնում է, ասենք, հասարակական տրանսպորտ, բոլորը ոտքի են կանգնում, կամ այնտեղ հատուկ նստելատեղեր կան, որոնք մարդկանց համար է, որոնք իսկ ինչ ունենք մենք որևէ նման առանձին արտոնյալ տարածքներ չունենք, ունենք մի հատ ուրեմն VIP ծառայություն օդանավակայանում, որը հոր գները վրան, այսինքն ֆիքսված գին ունի ու գնալով թանգանում է, ավելի բարձր է, քան բան, ասենք, բանի ինքնաթիռի տոմսը ենթադրենք Երևանից Միլան թռնելը ավելի էժան է, քան այդ 50 մետրը օդանավակայանում VIP ծառայությունից օգտվելը, եւ ինչ է ստացվում, այդ ծառայությունից օգտվում են հիմնականում այսպես օլիգարխատի ներկայացուցիչները, ես անց խանութ-պաններ եմ կոչում, մեծ հաշվով, ոչ չեմ ուզում վիրավորեմ, բայց ամեն դեպքում իմ կարծիքով գիտնականները, ուսուցիչները, տեխնոլոգիական ուրեմն մեր էլիտայի ներկայացուցիչները պիտի օգտվեն հենց այդ դահլիճներից եւ պետությունը պիտի տեր կանգներ այդ իրավունքներին, որովհետեւ հենց պետությունը պիտի ընդգծի, թե որն է իր էլիտան, որն է այն էլիտան, որը հարկավոր է երկրի պետության առաջ շարժվելու համար։ Իսկ այդ գնով պիտի խանութ-պանները օգտվեն։ Իհարկե, գնով, գինը թող վճարեն խանութ-պանները, այսինքն մնացածը պիտի իրականացնի պետությունը, նախ այդ գներն էլ պիտի մի հատ հասկանան, ով է սահմանում։ Ով է սահմանում եւ ինչու է սահմանում։ Անցնենք առաջ, ուրեմն ստեղծագործական էլիտան գոյություն ուներ, անպայման գոյություն ուներ եւ հսկայական դեր ուներ գիտական
էլիտան եւ համալսարանական էլիտան։ Տեսեք, Երևանի պետական համալսարանը հսկայական դեր ուներ նաեւ քաղաքացիական գիտակցության ձևավորման մեջ Հայաստանի սովետական Հայաստանի ժողովրդի գիտակցությունը բարձրացնելու մեջ դա իսկապես էլիտար մի հանրույթ էր հիմնականում, որի հետ անպայման հաշվի էր նստում երկրի քաղաքական ղեկավարությունը, կուսակցությունը, կառավարությունը եւ այլն։ Նույնը պետք է ասեմ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, որի կշիռը հանրության մեջ հսկայական ուրեմն բարձր էր Վիկտոր Համբարձումյանի դա ուրեմն ներդրումը շատ մեծ էր դրանից հետո նույնպես մեր ակադեմիկոսների Սերգեյ Համբարձումյանի, Ֆադեյ Սարգսյանի գիտեք եւ մենք այսօր նորից եթե համեմատենք իրավիճակի հետ ինչ արեցինք մենք քաղաքականացրեցինք բոլոր իշխանությունները 30 տարվա մասին եմ ասում ես բոլոր քաղաքականացրեցինք մշակույթը ստեղծագործական միություններին զրկեցինք որևէ հնարավորություններից օգտվելու արտոնյալ ինչ-որ մի ռեժիմից ստեղծագործական միությունները ով հասցրեց ինչ-որ բան վաճառեց էժանով ինչ-որ բան վաճառեցին օգտվեցին ով չհասցրեց հիմա որ նայում ես իսկապես խղճահարույց վիճակ է ստեղծագործական միությունների վիճակը այսօրվա նայում ենք համագումարներ ասենք գրողների միության գիտեք գրողների միությունը Սովետական ժամանակաշրջանում հսկայական դեր էր խաղում ուղղակի ոչ միայն հասարակական կարծիքի ձևավորման մեջ, նաև պետության վրա ներազդեցության դեր ուներ շատ մեծ Գայան Սերոպիչ Դեմիրճյանը միշտ հաշվի էր նստում եւ գրողների միության հետ հատկապես Երևանի պետական համալսարանի հետ, էլ չասած ակադեմիայի հետ։ Հիմա մենք մեր այս ժամանակահատվածում, անկախ պետության ժամանակահատվածում ցավոք սրտի այն ինչ որ ստեղծված էր այդ հակակշիռների մեխանիզմը քաղաքական էլիտայի եւ մյուս կողմից ստեղծագործական էլիտայի, ինժեներական էլիտայի, գիտական էլիտայի, համալսարանական էլիտայի միջև այս ստեղծված բալանսը լրիվ քանդվեց Նաև զինվորական էլիտաներ են լինում, զինվորական էլիտաներ կային էլիտան ստեղծվեց, որտեվ սովետական միության ժամանակ զինվորական էլիտան դե մենք որ չունենք մեր սեփական այսքան մեր պետության բանակը, այո, կար սովետական զինվորական էլիտան, որը ծառայում էր սովետական բանակում, բայց պետք է ասեմ, որ Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության կյանքի մեջ զինվորական էլիտան այդքան մեծ նշանակություն չուներ։ Այլ բան է, իհարկե, արդեն Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ստեղծված զինվորական էլիտան հայաստանյան, որը տառապում էր իմ կարծիքով շատ մեծ տառապանք ուներ վիետնամական սինդրոմով, այսպես կոչված, եթե հիշում եք Վիետնամական պատերազմից հետո ամերիկացիները երբ ստիպված էին դուրս գալու Վիետնամից եւ այդ ռազմական գործիչները ետ եկան երկիր եւ սկսեցին իրենց իրավունքները պահանջել պետությունից արտոնյալ դիրքեր պահանջել եւ այլն, դա կոչվեց վիետնամական սինդրոմ, այսինքն նրանք ավելի շատ էին ուզում, քան մնացածը, նրանք համարում էին, որ ավելի մեծ իրավունքներ ունեն որովհետև կռվել են, ռազմի դաշտից են վերադարձել եւ իրենք իրավունք ունեն թելադրելու հասարակությանը եւ պետությանը։ Մեր ավելի երիտասարդ ռադիոլսողների համար մի հարց տամ, որ իրենց ավելի པարզ է լի։ Թեկնով հենց ռազմական էլիտայի վերաբերյալ փորձենք հասկանալ ինչ եղավ հայկական էլիտայի հետ։ Ղարաբաղյան շարժման ժամանակ ես ուզում եմ քաղաքական process-ներին էլիտայի մասնակցությունը քննարկեմ։ Վստահաբար կար էլիտա, որը որ խոսում էր նույն Համբարձումյանը, ում մասին որ դուք խոսում եք, այսինքն դրանք մարդիկ էին, ովքեր ակտիվ էին, եւ գրողները, եւ Սիլվա Կապուտիկյանը, բոլորը ակտիվ էին։ 98-ին այն ինչ որ տեղի ունեցավ, խոսքը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, այդ process-ներում արդյոք ներգրաված չէր ռազմական էլիտան, կամ արդյոք այդ մարդիկ, ովքեր որ ներգրաված էին, դուք իրանց ռազմական էլիտա կանվանեիք։ Գիտեք, ես հենց ներսում եմ եղել այդ գործընթացների, պիտի ասեմ, որ Վազգեն Սարգսյանի արկայությունը զսպում էր ձեր ասած ռազմական էլիտային։ Վազգենը գիտակցում էր, որ չի կարելի տեղի տալ այդ վիետնամական սինդրոմին, պետք է զսպել անպայման, որովհետև եթե չզսպես,
այդ ռազմական էլիտան կարող է ուղղակի քանդել։ Էդ էլ է կարևոր։ Ըստ ձեզ ինքը քաղաքական էլիտայի մի մասն էր, թե ռազմական էլիտայի մի մասն էր։ Ոչ, Վազգենը զսպում էր ռազմական էլիտային, այսպես կոչված էլիտային, որովհետև այդ էլիտան էլ պայմանականորեն, ասենք այդպես չի, որ նրանք ուսյալ զինվորականներ են։ Նրանք զինվորականներ են կյանքի բերումով, իրենց հայրենասիրական մղումներով դարձել են զինվորական։ Իրանց մի մասը հիմա չկա, դրա համար չի ուզի, որ դրա վրա շատ կենտրոնը։ Իրանց որակական հատկությունների վրա չի։ Իհարկե, չէ, ուզում ասեմ, նրանք այդպես, ասենք, նրանք հայրենասեր տղաներ էին, մարդիկ էին, ովքեր գնացին պատերազմի եւ Պարկ ու պատիվ կարողացան այդ առաջին պատերազմի բոլոր զրկանքները կրելով այնուամենայնիվ հաղթանակ բերել երկրին։ Բայց Վազգենը գիտակցում էր, որ նրանց պետք է զսպել, որովհետև եթե չզսպել, նրանք ուղղակի կլանեն քաղաքական էլիտան եւ կկարողանան որոշիչ դեր ստանձնել երկրի քաղաքական ընթացքի մեջ։ Իսկ Վազգենը հասկանում էր, որ դա չի կարելի թույլ տալ։ Դրա համար Վազգենը իհարկե քաղաքական էլիտայի հզոր ներկայացուցիչ էր եւ իր դերը տեսնում էր հենց զսպման մեջ։ Եվ Վազգենից հետո հոկտեմբերի 27-ից այդ ոչռագործությունից հետո ցավոք սրտի այդ զսպող մեխանիզմը արդեն այլևս չկար եւ ձեր ասած այդ ժամանակներում կերտված ռազմական էլիտան սկսեց ավելի ու ավելի մեծ նշանակություն ունենալ երկրի քաղաքական կյանքում, տնտեսական բոլոր բաշխումներում եւ կարողացավ որոշ բավական տևական ժամանակ նաեւ թելադրողի դեր ունենալ երկրի քաղաքական ընթացքի վրա։ Շարունակեմ այնուամենայնիվ, գիտեք, ժամանակակից մտածողներից մեկը հայտնի մտածողներից մեկը հրեական սոցիոլոգ Հարարին, Յուվել Նոյ Հարարին մի աշխատության մեջ հստակ նշել էր, որ քաղաքական կուսակցությունները եւ համալսարանները պետության հիմնասյուներն են։ Եթե խոսում ենք ռեսպուբլիկայի մասին, եթե խոսում ենք, այսինքն իշխանության վերաբաշխման մասին, հավասարակշիռ մեխանիզմների ստեղծման մասին եւ այլն, այստեղ շատ եմ կարեւորում համալսարանների դերը, որպես պետության հիմնասյուներ։ Տեսեք, իրողությունն այնպիսին է, որ սովետական ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանը շատ ավելի որոշիչ դեր ուներ երկրի կյանքում, քան այսօր։ Ես նկատի ունեմ հենց քաղաքացիական դրսևորման տեսանկյունից, ինչու որտեվ ցավոք սրտի մեր կառավարիչները այս 30 տարիների ընթացքում համարեցին, որ պիտի այնուամենայնիվ վերցնեն բանի տակ, հսկողության տակ, խիստ կոշտ վերահսկողության տակ, քաղաքականացնեն այդ գիտական, մշակութային եւ կրթական հաստատությունները, ուղղակի այլասերվածություն եմ համարել եւ համարում այդ կուսակցական բջիջների ստեղծումը, պարտադրաբար ստեղծումը ուսումնական հաստատություններում, բուհերում, դա իհարկե քարուքան դարեց այդ ուսումնական ազատությունը։ Գիտեք, ինչ-որ վախ կար, այսպես քաղաքական վերնախավի եւ կառավարիչների մոտ վախ կար դեպի ուսյալ հանրություն, բայց այդ վախը պետք է հաղթահարել, էլի, ինչ-որ մի պահի պետք է հաղթահարել, ընդհանրապես պետք է հասկանալ, որ հատկապես եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման համակարգի մասին, դե բան չի, վախի որևէ տեղ չկա, էլի, այո, կարող են լինել, ասենք, իսկապես շատ խելոք, խելացի, ուրեմն ուսյալ, ուժեղ անհատներ, բայց անհատները քաղաքականության մեջ խորհրդարանական համակարգում շատ բան չեն կարող անել։ Պիտի անպայման ինչ-որ կուսակցական բան ունենաս, կազմակերպվածություն ունենաս, այդ կուսակցությունը պետք է ֆինանսական ռեսուրսներ ունենա, տարածվածություն ունենա, ռեգիոնալիզացիա պիտի լինի, ասենք պիտի ներկայություն ունենաս տարբեր մարզերում եւ այլն, դա հսկայական աշխատանք է եւ անկեղծ ասած դա համալսարանական էլիտայի համար խորտ աշխատանք է։ Շատ իզուր են նրանք վախենում, բոլոր իշխանությունները վախեցել են այդ համալսարանական էլիտայից, շարունակում են վախենալ։ Կամ այլասերված հարաբերություններ ստեղծեցին մշակութային էլիտայի հետ, գիտեք, ասենք, այդ ինչ-որ գրպանային գումարներ էին ուղարկում, փոխանցում, ինչ-որ օլիգարխները կցված են մշակույթի գործիչներին, գրողներին եւ այլն, հիշեցիք Սիլվա Կապուտիկյանին, հիշեք, թե ինչպիսի նա զգացումներով ետ վերադարձրեց Մեսրոպ Մաշտոցի
շքանշանը Այո ուղղակի դանակը ասել էր ոսկորին, այսպես ասած, չկարողացավ դիմանալ այդ իրավիճակին, երբ քաղաքական էլիտան ըստ էության գնել էր մշակութային եւ ստեղծագործական էլիտային, որը անթույլատրելի բան է, որովհետեւ տեսեք կոմունիստները հասկանում են, որ իրենց հարկավոր է հակակշիռ։ Ինչու՞, միգուցե, որովհետեւ նրանք քանի որ գերիշխող դեր ունեին, որովհետեւ վտանգ չէին տեսնում, այսինքն ամբողջ երկիրը կամ կոմունիստներ կամ շատ փոքր հատվածը հակակոմունիստ, հա։ Հիմա այս մեր նոր ժամանակներում կարծես թե ազատություն կա քաղաքական կուսակցությունների ձևավորման եւ այլնի մեջ, բայց ըստ էության մենք դեռ չենք դուրս եկել այդ կոմունիստական նույն մտածելակերպի տիրույթից, որովհետեւ մենք նորից ունենք իշխող խմբակային, այսպես ասած, մետոդից բան խմբակային մտածելակերպ, ոհմակային, հասկանում եք, խմբակային, որը թույլ չի տալիս զարգանալու քաղաքական կուսակցություններին։ Տեսեք, մենք խոսել ենք դեմոկրատիայի մասին, դեմոկրատիան այնտեղ է եւ այնքանով, որտեղ եւ ինչքանով կան իսկապես կայացած քաղաքական գաղափարական կուսակցություններ։ Մենք չենք կարող Սրա մասին է ուզում խոսենք։ Խնդրեմ։ 4 ղեկավար ունեցել մեր երկիրը անկախացումից ի վեր։ Իմ տպավորությամբ 4-ն էլ էլիտայի նույն ֆրակցիայի ներկայացուցիչներ են մեծ հաշվով։ Միգուցե տարբեր կալիբրի, բայց տարբեր կալիբրի, բայց նույն դպրոցի, այսպես ասած։ Երևի։ Հիմա պարլամենտում քաղաքական ուժեր ունենք։ Կարծես թե մենք ունենք իշխող ուժ եւ ուրիշ քաղաքական ունենք ուժեր, չասենք քաղաքական։ Ունենք, չէ, մի վարքան, կա կուսակցություն, այդպես է եղել, ասենք նախկինում հանրապետական կուսակցություններ, կար մեկ կուսակցություն եւ ինչ որ սատելիտային, ինչ որ հատուկ բուծած ինչ որ խմբակներ էին, որոնք որ ընդամենը սպասարկում էին այդ քաղաքական էլիտայի գործունեությունը։ Նույն կերպ կոմունիստական կուսակցության ժամանակ էր, կոմունիստական կուսակցությունը ուղղակի դոմինանտ էր։ Այնտեղ համարվում էր, որ կարող են լինել այլակարծություններ, բայց այդ դոմինանտը չէր խախտվում։ Հիմա հանրապետական կուսակցության դոմինանտը չէր խախտվում այն ժամանակ, հիմա չի խախտվում քաղաքացիական պայմանագրի դոմինանտը։ Այդ իմաստով որևէ փոփոխություն չկա, որ ասում եք քաղաքական կուսակցություններ, չէ, մենք դեռևս չունենք այն բազան, որի վրա պիտի կերտվեն քաղաքական գաղափարական ազատ անկախ կուսակցությունները, որոնք մաքուր գաղափարական պայքարի արդյունքում կարողանան վիճարկել երկրի կառավարման պատասխանատվությունը, բայց դրա հետ մեկտեղ պիտի պատրաստ լինեն միաձուլվել եւ միանալ, համախմբվել այն ժամանակ, երբ երկրին սպառնում են ուղղակի օրասական տեկտոնիկ վտանգներ։ Բայց մենք դա չենք տեսել, մենք չենք տեսել դա 30 տարվա ընթացքում, որ երկիրը միավորվում է, համախմբվում է, բոլոր, այսպես ասած, քաղաքական կուսակցությունները, ուժերը միավորվում են, որպեսզի լուծեն երկրի առջև ծառացած խնդիրները։ Եվ հիմա մենք դրա վառ ապացույցը նույնպես տեսնում ենք։ Որ էլիտան է աքսելերատորը ձեզ, այսինքն քաղաքական էլիտան պետք է ծնի ստեղծագործական գործարար էլիտային, թե մշակութային էլիտան պիտի ստեղծի քաղաքականին։ Տեսեք ոնց, հիմա ես կարծում եմ, որ մենք վերջապես արդեն այս պահին այս ժամանակահատվածում գոնե ունենք որոշակի նոր էլիտար խմբեր ծիլային, սաղմնային վիճակում, բայց նրանք արդեն իմ կարծիքով բավական լուրջ հասունացման ընթացքի մեջ են, որոնք կարող են հետագայում ներազդեն քաղաքական ընթացքի վրա։ Ես խոսում եմ նախ եւ առաջ պրոֆեսիոնալ զանգվածի մասին, պրոֆեսիոնալ էլիտայի մասին։ Տեսեք, պրոֆեսիոնալ իրավաբանները, տնտեսագետները, ծրագրավորողները, ինժեներները ստեղծվեցին, հիմա մեր դաշտում այլևս արդեն դրանք կան։ Նրանք բավական անկախ են, նրանք կարողանում են ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ, կարողանում են իրենց նիշան գտնել եւ կարողանում են բավական լուրջ վաստակեն, հա։ Այս պրոֆեսիոնալ էլիտան ես կարծում եմ, որ ըստ որում դա երիտասարդ էլիտա է եւ առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք չունեն քաղաքական որևէ կողմնորոշում, առանձնապես ակտիվ չեն քաղաքական կյանքում եւ կարծես թե նրանց համար միևնույն է թե երկիրը ինչպես է զարգանում, Իսկ ընկալումն ունեն, որ իրանք էլիտա են։
Ես կարծում եմ այո, որովհետև դրա ընկալումը գալիս է, գիտեք, երբ գալիս է բարեկեցության աստիճանի բարելավումից, որովհետև եթե եւ կա որոշակի բարեկեցության աստիճան, որից հետո մարդը սկսում է խորհել եւ մտածել, որ նրան այլևս բավարար չէ իր սեփական տիրույթում, իր ընտանիքում միայն բարեկեցության աստիճանի բարելավումը։ Նա արդեն սկսում է մտածել համակեցության կանոնների սահմանման մասին, որպեսզի ինքը ապրի, աշխատի, բարգավաճի այնպիսի մթնոլորտում, որը նպաստում է դրան, ոչ թե որը խանգարում է դրան։ Այսինքն սկսում են մտածել արդեն հանրային պատասխանատվության մասին, հանրային մեխանիզմների ստեղծման մասին, կոմֆորտային այնպիսի դաշտի ստեղծման մասին, որը հենց կոչվում է քաղաքացիական հասարակություն, քաղաքացի դառնալու process-ը սկսվում է բարեկեցության աստիճանի բարելավմամբ։ Եվ ես կարծում եմ, որ հիմա մեր պրոֆեսիոնալ այս խմբերը, որոնց մասին ես արդեն ասացի, տեսեք, ծրագրավորողների արդեն հսկայական բանակ ունենք, մի քանի տասնյակ հազար մարդիկ, որոնք որ աշխատում են, իրենց ապրուստը կարողանում են վաստակել եւ բավական լուրջ, նորմալ արդեն կազմում են, այսպես ասած, միջին կլասը, հա, երկրի միջին, որը որ հենց միջին զանգվածն է, միջին կլասն է, որը այնուամենայնիվ իր բարեկեցության բարելավման աստիճանից ելնելով սկսում է պահանջարկ է ներկայացնում քաղաքական գործունեության եւ քաղաքական կուսակցությունների ստեղծումը, սրանով պիտի պայմանավորված լինի։ Ես տեսնում եմ այստեղ դրական միտում եմ տեսնում նաեւ մեր գիտության մեջ։ Գիտությունը երիտասարդանում է, ինձ դա շատ հաճելի է տեսնել եւ ֆիքսել։ Մենք ունենք երիտասարդ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, որոնք արդեն համաշխարհային մակարդակի հետազոտություններ են անում, ըստ որում անկախ որևէ ինստիտուցիոնալ կառույցներից, ցավոք սրտի այսօր ակադեմիան, գիտությունների ազգային ակադեմիան այն վիճակում չի, որ կարողանա ինստիտուցիոնալ կերպով նրանց օժանդակել, բայց նրանք առանձին վերցված մենք ունենք երևի մոտ մի քանի տասնյակ 40-50 երիտասարդ գիտնականներ, որոնք այսօր արդեն համաշխարհային մակարդակի հետազոտություններ են իրականացնում։ Ես կարծում եմ, որ դրան նպաստեց նաև եւ պետության վերջին տարիներին ֆինանսավորման ավելացումը։ Եվ այնպիսի երևույթներ, ինչպիսին են օրինակ նույն Արտեմ Պատապուտյանը, որը առաջինն էր Նոբելյան մրցանակակիր գիտության մեջ, իսկապես հայազգի մարդ, որին մենք պարտավոր ենք նորից որպես օրինակ ներկայացնել մեր հասարակությանը, մեր երիտասարդներին։ Մենք սկսեցինք հիշել միայն նրանից հետո երբ ստացանք այդ Նոբելյան ուրեմն հանձնաժողովի արդյունքները։ Այդպես պիտի չլինի, մենք պիտի հիմա ցուցակագրենք բոլոր նրանց, ովքեր որ միջազգային գիտության մեջ այսօր դեր ունեն, դերակատարում ունեն։ Իսկ մենք արդեն ունենք բազմաթիվ, այս 30 տարիների ընթացքում ինչն ենք մենք լավ արել, մենք տաղանդավոր երիտասարդներ եւ նոր սերունդ ենք կարողացել ծնել, դա անկախ պետությունից է, անկախ հասարակությունից է, մենք ուղղակի գենետիկորեն կարծում եմ դրան ձգտում ենք ու հասել ենք, մենք ունենք հիմա երևի արդեն հարյուրավոր երիտասարդներ, որոնք լավագույն համաշխարհային համալսարաններում, լաբորատորիաներում աշխատում են եւ արդյունք են ցույց տալիս, նրանց հատ-առհատ պետք է ցուցակագրել, հատ-առհատ պետք է փորձել նպաստել նրանց հետագա հաջողություններին եւ եթե կարողանանք նաեւ նրանց բերենք Հայաստան, ստեղծենք համապատասխան լաբորատորիաներ այստեղ, որպեսզի նրանք հայկական գիտություն զարգացնեն եւ ներկայանանք աշխարհին որպես նոր բրենդ, այսպես ասած, Հայաստանի բրենդը պիտի լինի գիտությունը, նոր տեխնոլոգիաները, այո, ավանգարդիստական արվեստը, որը շատ ընդունվում է աշխարհում, ընդհանրապես համարվում է, որ այն ազգը, այն երկիրը, այն պետությունը, որը ծնում է ավանգարդիզմը, ուրեմն նպատակաուղղված է դեպի ապագան։ Ես կարծում եմ մենք այստեղ պիտի անենք, ձեր հարցին ես պատասխանում եմ հետևյալ կերպ. Միջին խավը պիտի ձևավորի պահանջարկ դեպի քաղաքական գործունեություն եւ պիտի ձևավորի այն քաղաքական կուսակցությունները, որոնք իսկապես կարողանան անկախ գաղափարական պայքարում ուրեմն վիճարկեն երկրի ղեկը։ Բայց դրա հետ միասին պիտի պատրաստ լինեն բոլոր այն պահերին, որոնք որ ենթադրում են միախմբում, համախմբում, միաձուլում, որովհետև քաղաքական նեղ
խավի շահերը չեն կարող չպիտի գերակայեն երկրի ազգի շահերի նկատմամբ։ Մենք պետք է ունակ լինեն համախմբվելու, միաձուլվելու եւ մի կողմ դնելու իրենց ուրեմն իշխանության նկատմամբ իրենց դրսևորումները։ Մի հարց էլ քննարկենք ձեր թույլտվությամբ։ Կարող լինի էլիտա առանց պատասխանատվության։ Այսինքն ինքն մարդիկ լինեն, իրանք ունենան այդ ազդեցությունը, բայց չզգան պատասխանատվությունը։ Չեմ կարծում, չէ։ Ոչ էլիտա, որովհետև այն ինչ մենք հիմա տեսնում ենք, նախ հասկանանք հիմա էլիտա կա թե չէ։ Իհարկե կա, ես նորից եմ կրկնում, որ մենք ունենք ոչ մասնագիտական, նկատի ունեմ քաղաքական։ Մենք ունենք, չէ, մենք ունենք դե ֆակտո քաղաքական էլիտա։ Հիմա կարող են գոհ լինել, կարող են դժգոհ լինել, բայց դե ֆակտո կա մի խումբ մարդկանց, որոնք բավարարում են իմ վերը բերված երեք չափանիշներին, հա, նրանք կազմակերպված են, այո, կուսակցական կազմակերպություն ունեն, նրանք ունեն ընդհանուր շահեր, տնտեսական եւ քաղաքական, եւ նրանք ուրեմն ունեն կառավարչական հնարավորություններ։ Օպոզիցիան մտնում է այդ էլիտայի մեջ։ Քաղաքական կուսակցություններ որպես օպոզիցիա ես այսօր ցավոք սրտի չեմ տեսնում, գոնե խորհրդարանում ես դրանք չեմ տեսնում։ Չկան այդ կուսակցությունները, կան ինչ որ բաներ, դաշինքներ, որոնք սպասարկություն չեն։ Չէ, բայց նրանք պարլամենտում գոնե չկան։ Այդ տեսում եք, մենք ասում ենք մենք խոսում ենք պարլամենտարիզմի մասին, մենք խոսում ենք խորհրդարանական երկրի մասին, որի խորհրդարանում ես չեմ տեսնում քաղաքական ուժեր, կա իշխող ինչ որ սահմանումներ պիտի տանք, չէ՞, օրինակ երկու ֆրակցիա կա, երկու նախորդ նախագահների քիչ ֆրակցիաներ, բայց դրանք չեն կարող կոչվել քաղաքական, որտեղ դրանք անձերի են սպասարկում։ Լավ, հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դե չկա դաշնակցությունը որպես այդպեսին։ Չկա այդպես որպես դաշնակցությունը չունի այնտեղ ֆրակցիա։ Դա կան առանձին դեմքեր, դաշնակցական դեմքեր, որոնք նույնպես միաձուլված են մի ընդհանուր օպոզիցիոն դաշինքի մեջ, այդ դաշինքը սպասարկում է կոնկրետ մարդու։ Որ ճիշտ հասկանանք իրավիճակը, այս հարցը պնդելու եմ, որ պատասխանեք։ Նիկոլ Փաշինյանը երբ օպոզիցիա էր, ինքը էլիտայի մի մասն էր, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն նույն մոդելը կար հանրապետական կուսակցություն իր ամենինչով։ Այնուամենայնիվ, դա գիտեք, բանում անգլերենում կա նման մի ձևակերպում, կոչվում political animal։ Այսինքն հիմա ես ինձ էլ կարող եմ վերագրել, հա, մարդը, որը մեկ անգամ եղել է քաղաքականության մեջ, չի կարող լինել արդեն քաղաքականությունից դուրս։ Հիմա ես էլ եմ political animal, այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը եւս նա եղել է քաղաքականության մեջ երկար տարիներ, իհարկե նա քաղաքական դեմք է եղել։ Կարող է եղել է միայնակ, ինչ որ մի չափ, ինչ որ մի ժամանակահատված նույնպես դաշինք էին ներկայացնում 2-3 կուսակցություններ։ Հասկացեք, ես ասենք Նիկոլ Փաշինյանի դեպքում ես բավականաչափ զարմացած եւ տպավորված եմ այն փաստից, որ այնուամենայնիվ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հա, որ կուսակցություն, հա, որ դե հիմա կայացավ դա։ Իդեոլոգիա չունեցող կուսակցությունը ոնց կգայանա, էլի։ Դե ասենք, ոնց-որ մարդիկ, ինչ-որ զանգվածներ, որոնք որ չգիտես որտեղից բուսնեցին, որովհետև նրանք, չէ՞ որ ասենք հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ չէին երևում այս մարդիկ, ասենք, միգուցե հատուկ են ինչ-որ տեղեր, բան օպոզիցիոն ելույթներ, բաներ, բայց արդյունքում ստացվեց, որ հսկայական զանգված են, ասենք բազմահազարանոց զանգված է։ Ես զարմացած եմ, դեռ նաև կա հավանաբար եւ կազմակերպչական ունակությունների խնդիր կա եւ ինչու ոչ, նաև լիդերի խարիզմայի խնդիր կա։ Հիմա Փաշինյանը կարողացավ իր խարիզմայով, իմ կարծիքով, հավաքագրել բավական լուրջ զանգված, մարդկային զանգված, հիշում եք, ասենք, միլիոնանոց բաներ կային այստեղ, ցույցեր կային Երևանում։ Հա, եւ իհարկե դրա տակ նաև հավաքագրվեց այս նոր քաղաքական իշխող ուժը, որը այո, այսօր ձևավորված է որպես կուսակցություն, որը նույնպես կայացման որոշակի բաներ է անցնում, էտապներ է անցնում, այդպես չի որ իրենք ասեն կայացած գաղափարախոսությունով եկան եւ չեն փոխում։ Նրանք ընթացքում փոխում են եւ գաղափարախոսությունը եւ իրենց ստրատեգիական եւ տակտիկական նպատակները, բայց ես կարծում եմ, որ իրենց հանգիստ կարելի է կոչել քաղաքական կուսակցություն։ Ամենայն դեպս կայացման փուլում են ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր կուսակցությունները այսօր կայացման փուլում են։ Անկամ նրանք, ովքեր ունեն ավանդական, այսպես ասած, բնույթ։ Դե հանրապետականն օրինակ,
գնանք, հա, գնանք։ Ինքը կայացած ուժեր հիմա այլևս չի կարծում։ Դե գիտեք ոնց կայացած ուժել, ես նորից կանգնած եմ եղել ակունքներում, էլի, երբ Վազգենը որոշեց հանրապետականը վերցնել, այսպես ասած։ Այսինքն Վազգենն ուներ երկընտրանք, ինքը կամ պիտի ստեղծեր նոր կուսակցություն, կամ պիտի անդամակցեր հանրապետականի, կամ պիտի վերցներ ինչ-որ մի կուսակցություն, որը որ կար գրանցված էր, բայց որի ուժերը չէին բավարարում, որպեսզի, ասենք, դուրս գար եթեր, հա։ Վազգենին շատ դուր էր գալիս sense անվանումը հանրապետական, ինքը մի քանի անգամ ինձ անգամ ասել է, որ գիտես շատ լավ է հնչում, էլի հանրապետական, գիտես հանրապետությունը բան, Վազգենը շատ էր ոգևորվում այդ, ամեն ինչից ոգևորվում էր, որ լավ բան էր։ Եվ անվանումը վերցրեց եւ որոշ չափով գաղափարախոսությունը վերցրեց, հիմնականում նվիրվածությունն էր նրա երկրի նկատմամբ եւ մեծ հաշվով նա կուսակցական գործիչ չէր, նա ազգային գործիչ էր Վազգենը։ Չէ, հասցրեցել այդ կուսակցությունը։ Ասենք կուսակցությունը նրան ընդհանրապես ուժ տվեց, որպեսզի նա պայքարի որպես քաղաքական գործիչ եւ դուրս գա, ասենք, կարողանա իշխանության հասնել, ընդհանրապես դա որպես գործիք էր, բայց կոչել նրան կուսակցական գործիչ ես չեմ կարող։ Իսկ Վազգենից հետո հանրապետականը նույնպես ընդհանրապես իշխող ուժ էր, որպես կուսակցություն իմ կարծիքով դեռևս նույնպես կայացման ընթացքում է գտնվում, որովհետև իրենք պիտի նաև իրենց չէ որ անցած ընթացքի վերլուծություն կա, ճիշտ ու սխալի վերլուծություն կա, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, միգուցե ինչ որ մի բանից կարճած են եղել, որ պիտի չլինեն, չէ։ Հիմա հենց այդ բացահայտումների փուլն է եկել երկրում, երբ տեսեք, ասենք իշխող ուժի այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, դե իրենք ունեն չէ պարադոքսալ հայտարարություններ ունեն, մի բան են ասում, հիմա ուրիշ բան են ասում, չէ, ասում են, բա այդպես ոնց։ Ասում են ժամանակվա համար ենք ասել, այս ժամանակվա համար հիմա ենք ասում, ամեն ժամանակվա համար ինչ ասել ենք, լավ ենք արել, ճիշտ ենք արել եւ ասել ենք ժամանակի բերումով։ Բայց տենց չի լինում, տենց կուսակցություն չի։ Գիտեք դե ուրեմն եթե այդպես է ուրեմն համարենք որ մենք կուսակցություններ չունենք դե հիմա դրա համար ուզում եի էլիտայից խոսենք այսինքն կուսակցություն չունենք դե պիտի ձևավորվի առանց կուսակցությունները նորից եմ կրկնում եւ ես այդտեղ համաձայն եմ Յուվալ Նոյ Հարարի հետ կուսակցությունները եւ համալսարանները երկրի պետության հիմնասյուներից են եթե մենք չունենք իսկ մենք չունենք մենք պիտի ուրեմն ձգտենք եւ բոլոր հնարավոր ուժերով ստեղծենք այդ կուսակցությունները կարողանանք ստեղծել պայմաններ նպաստել դրան ոչ թե խանգարենք ոչ թե գլխատենք ոչ թե սպանենք ոչ թե քայքայենք ոչ թե տնտեսական լծակներից զրկենք այլ հակառակը եւ անկեղծ ասած այդ կուսակցությունների զարգացման պատասխանատվությունը կրում է միշտ իշխող ուժը ուրեմն պրեզիդենտական երկրում դա կրում էր պրեզիդենտը նախագահը երկրի պիտի պատասխանատվություն ունենար երկրի հետագա քաղաքական կոնֆիգուրացիայի համար ցավոք սրտի մենք այդ պատասխանատվությունը չզգացինք մեր պրեզիդենտների պատմության ավարտը կարող է այդ նրանից էր որ ինքը չարեց այն ինչ դուք ասում եք ես կարծում եմ որ ոչ միայն ինքը չարեց ցավոք սրտի Քոչարյանը չարեց եւ Սերժ Սարգսյանը շարունակեց նրանք երկրի հետագա քաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից հսկայական բացթողումներ ունեցան տեսեք նրանք ընտրեցին սատելիտ մարդկանց եւ սատելիտ կուսակցությունների որոնք մեծ հաշվով որևէ օգուտ չբերեցին իրենց ոչ այն ժամանակ ոչ էլ այսօր հասկանում եք եւ արդյունքում ստացվեց կատարյալ ֆիասկո ստացվեց որտեղ այդ մարդկանց պրոյեկտ կար ասենք Բարգավաճ Հայաստանը եւ օրինաց երկիր կուսակցությունը որոնք դե չկան հիմա դա նշանակում է որ համապատասխան նախագահները սխալ կողմնորոշում էին ունեցել այն ժամանակ սխալ որոշումներ են կայացրել երկրի հետագա քաղաքական կոնֆիգուրացիայի վերաբերյալ հասկանում եք եւ մենք այո այսօր հանգրվանել ենք այն տեղ որտեղ գտնվում ենք հիմա եւ անհրաժեշտություն կա ստեղծել նոր քաղաքական կոնֆիգուրացիա այստեղ եւս դե եթե խոսում ենք խորհրդարանի մասին ես արդեն ասացի ես չեմ տեսնում քաղաքական օպոզիցիոն կուսակցություններ որոնք այնտեղ ներկայացված չեն դաշինքներ են որոնք սպասարկում են կոնկրետ մարդկանց կոնկրետ շահեր Իսկ եթե խոսենք խորհրդարանից դուրս, նորից ես տեսնում եմ այդ տենդենսը կան սատելիտներ, որոնք որ սպասարկում են իշխող ուժին
Եվ ես դեռևս չեմ տեսնում օպոզիցիոն դաշտում այն կուսակցություններին, որոնք կարող են իսկապես գաղափարական այլընտրանք լինել գործող ուժին։ Եվ այստեղ իմ կարծիքով այսօր արդեն քաղաքական պատասխանատվությունը երկրի հետագա քաղաքական կոնֆիգուրացիայի համար կրում է Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Նրանք պիտի կարողանան ստեղծել այնպիսի ուրեմն կոնֆիգուրացիա, որը հետագայում եւ երկիրը պաշտպանի եւ պետությունը պաշտպանի եւ իրենց պաշտպանի, հասկանում եք։ Հիմա ես մեծ բան եմ ապրել, անկեղծ ասած, ցավ եմ ապրել մեր նախագահների քաղաքական այսպիսի ընթացքի համար, բայց մեղավորությունը տեսնում եմ հենց իրենց մեջ, իրենք որտեվ չկարողացան կողմնորոշվել, չկարողացան հասկանալ, որ այնուամենայնիվ ոչ թե կարևորն է թե այսօր դու ինչպես ես իշխում եւ ինչպես են քեզ ուրեմն խոնարհվում քո կողմից ընտրված ինչ որ ասենք նոմինալ քաղաքական գործիչները, հա, որոնք այդպեսին չեն հանդիսանում իրականության մեջ, դու ընդհանրապես նրանց տալիս ես որոշակի տնտեսական լծակ, որպեսզի իրենք պահեն որոշակի կուսակցություն, որը պիտի սպասարկի քո շահերը, եւ արդյունքում մենք ուղղակի հալածեցինք եւ կամ դաշտից հանեցինք իսկական քաղաքական գործիչներին, որոնք զրկված էին այդ լծակներից, չունեին տնտեսական հնարավորություններ եւ չկարողացան իրենց կուսակցությունները պահել։ Ես հիմա չթվարկեմ, բայց քաղաքական գործիչները, որոնք որ կային Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածում, աստիճանաբար լքեցին ասպարեզը, որովհետև ճարահատյալ նրանք զրկված էին ամեն ինչից, Սերնդափոխություն էլ չեղավ, այդ կուսակցություններ չթարմացան։ Այո, ցավոք սրտի, մենք դե հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Վատ է վիճակը այդ իմաստով, կուսակցական քաղաքական կոնֆիգուրացիայի իմաստով վատ է վիճակը։ Հիմա կամ պիտի մենք ստեղծենք, կարողանանք ստեղծել, կամ պիտի դե ռադիկալ քայլ է իհարկե նորից վերադառնալ նախագահական կառավարման համակարգի իր պլյուսներով եւ մինուսներով, իր եւ առավելություններ կան այդ համակարգի մեջ եւ թերություններ կան այդ համակարգի մեջ։ Երկուսից մեկը կամ պիտի քաղաքական համակարգ ձևավորվի, որպեսզի երկիրը կարողանա բալանսավորված վիճակում պահել, կամ պիտի լինի ուժեղ նախագահական համակարգ, որը արդեն բախտի բան է, ճիշտ ասած, ճիշտ նախագահ ընտրելը, բախտի բան է։ Տեսեք, ասենք իմ կարծիքով, օրինակ Ղազախները բախտավոր էին այդ իմաստով, որովհետև Նազարբաևին ժամանակին նախագահ դարձնելով այլընտրանք ունեին չդարձնում։ Մոտ 30 տարի։ Շատ է չեղվում թեմայից, բայց դա այլընտրանք ունեին։ Դե հիմա ինչու չունեն, այն ժամանակ կուսակցական եւ տնտեսական գործիչեր բաններ իրենց վարչապետներ դեռևս սովետական Ղազախստանի ինքը կարողացավ իր վրա վերցնել, բայց ինքը շատ լայնախոհ գործիչ էր, իր ազգի համար ինքը իմ կարծիքով մեծ գործ արեց։ Իրականում հայրն է ազգի, թե չէ։ Ինքը մեծ գործ արեց ազգի համար, ինքը ազգ ձևավորեց, ինքը քաղաքական ազգ ձևավորեց։ Գիտեք, ինքը ես կարծում եմ ինձ բախտը իսկապես բերեց Ղազախների, որովհետև նրանք որպես քաղաքական ազգ իրենց չեն գիտակցել մինչև այդ։ Հիմա գիտակցում են եւ շատ էլ լավ են, շատ էլ ուժեղ են, շատ էլ կանգուն են, նայում եք քաղաքական էլիտային իրենց երրալեզու էլիտա ունեն, մաքուր եւ ռուսերեն եւ անգլերեն բոլորը տիրապետում են, երիտասարդ, պատրաստված, ուսյալ, ես նախանձով եմ նայում ղազախական քաղաքական էլիտային միշտ հետևում եմ, ընկերներ ունեմ այնտեղ շատ եւ կարծում եմ, որ տվյալ դեպքում բախտները բերեց, իհարկե։ Կիրգիզիայում բախտները չբերեց, որտեղ նրանք բանը գցեցին մի քանի նախագահ, նրանք բոլորը գալարվում էին մեկը մյուսի հետևից։ Իհարկե տարի չէին հասցնում։ Դե Ակաևը ինտելեկտուալ լիդեր էր իհարկե, լավ նախագահ էր, բայց չկարողացավ տիրապետել իրավիճակին։ Մեզ մոտ եղավ գրեթե նույնը, մեզ մոտ էլ Տեր-Պետրոսյանը ինտելեկտուալ լիդեր էր, բայց նույնպես չկարողացավ տիրապետել եւ ներքին քաղաքական իրավիճակին եւ ստիպված էր ուղղակի հանգամանքների բերումով զիջելու եւ ունենք այն ինչ որ ունենք։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, բայց այս թեման մենք շարունակելու ենք վստահաբար, չգիտեմ հաջորդ թողարկմանը թե դրանից էլ հետո, որովհետեւ էլիտայի բացակայության խնդիրը ասենց կարմիր թելով անցնում է մեր ճակատագրով, այսինքն այդ չձևավորված էլիտան, ու մենք սրա մասին դեռ շատ ենք խոսելու, եթե դեմ չեք։ Ես դեմ չեմ, որովհետև համարում եմ, որ էլիտայի բացակայությունը մեր երկրի ձախողումների հիմնական պատճառներից մեկն է։ Եվ դրա հակառակը, եթե մենք չկարողանանք էլիտան ձևավորենք, մենք կկորցնենք երկիրը, պետությունը, անպայման։
որտեղ դա չի լինում, երկիրը առաջ չի գնում առանց էլիտայի։ Նորից եմ կրկնում, որ ինքնաբերաբար ձևավորվում են հիմա էլիտար որոշակի ուրեմն խմբեր, որոնք կապ չունեն պետության հետ, որոնք ինքնաբերաբար են ձևավորվում, ուսյալ, երիտասարդ, պրոֆեսիոնալների խմբեր, որոնք իմ կարծիքով անպայման ազդեցություն են ունենալու հետագայում մեր քաղաքական կյանքի վրա, եւ դա ես գնահատում եմ որպես շատ բարվոք դրսևորում։ Իհարկե պետությունը այստեղ հսկայական անելիք ունի։ Եթե պետական կառավարիչները ղեկավարվեն իրենց իշխանությունը պահպանելու ընդամենը այդ շահով եւ չմտածեն երկրի քաղաքական կոնֆիգուրացիայի, կանգուն կոնֆիգուրացիայի ստեղծման մասին, այդտեղ մենք կձախողենք եւս մեկ անգամ։ Հուսանք, որ այդպես չի լինի։ Շարունակեք գործարար ալիքը լսել Դարբինյանի ժամների եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։